Մենք Մոսկվայի հետ քիչ առաջ քննարկում էինք այս կոմունիկացիոն մթնոլորտը, կովկասյան եւ ռուսական վերաբերմունք, ռուսական դիրքորոշումը, պաշտոնական Մոսկվան իհարկե շատ դրական է արձագանքում կոնկրետ Վաշինգտոնյան հայտարարությանը, բայց ունի վերապահում։ Բայց քաղաքական մեկնաբանները դրա տակ ենթատեքստեր են տեսնում, որ այնքան էլ Մոսկվան ոգևորված չէ այս փոփոխություններով։ Անգամ լինում են վերլուծաբաններ, ովքեր հիշեցնում են Մոսկվայի բռունցքը իր ոտքը դրածողին միշտ պահելու, ռուսի սապոկը, քիչ առաջ հենց այդ մասին։ Հնարավոր է այդպիսի շրջադարձ։ Մեծ քաղաքականության մեջ չենք բացառում ոչ մի բան, այն որ Ռուսաստանի Դաշնությունը չի լքել տարածաշրջանը, որքան էլ առաջին տպավորությունը այս այն միավորները, որոնք եղել են ռուսական վերահսկողության տակ, հիմա ինքնուրույն պետություններ են, չէ՞, չհաշտվել գոնե դրա։ Դե հետ սովետական բոլոր երկրներն հիմա կարծես բոլորը անկախ են։ Եթե անկախության այդ չափորոշիչը հիմա փորձում ենք համադրել այս վերջի տարիների հետ, ովքեր որ կարողացել են ինչ-որ չափով ռուսական ծիրից դուրս գան, այդ թվում նաև Հայաստանի մասով, էլի վերլուծական, այսպես տարբեր մարդկանց կարծիքների վերլուծականների արդյունքում, այսպես խոսույթներ կան։ Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանը չի ուզում անմնացորդ լինի այս գործընթացներից, ես ավելի քան վստահ եմ, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև կան հետկուլիսային պայմանավորվածություններ, անգամ նույն այդ հարավային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցության կոտիներ օգտվելու ղեկավարները նոյեմբերի 6-ին գնում են Վաշինգտոն։ Առավել եւս մանավանդ որ միջին միջանցքի մասով միայն Կովկասը չի ամերիկյան հետաքրքրության։ Իհարկե։ Եվ այդտեղ բոլոր միջին միջանցքի տրամաբանության այդ բոլոր երկրները, որոնք այդ տրամաբանության մեջ են, հանդիպում են թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում, ես հասկանալ է, չէ, խոսույթը ինչի շուրջ է պատասխանում։ Այսինքն Միջին Ասիան էլ է պատկերավոր ասած Ռուսաստանի ձեռքից գնում Վաշինգտոնյան պայմանավորվածություն։ Ոչ թե գնում է, դա ես ասացի ազդեցության կոդիների պես մի բան է, այսինքն պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Ինչի եմ շեշտում Ռուսաստանը չի ուզում անոնացորդ դառնա, մանավանդ խոսում ենք Մեդաքսի ճանապարհ ասվածից գլոբալ։ Միջին միջանցքը հենց դա է, ու այսօր տարբեր աշխարհակահական կենտրոններում հենց հիմա այդ մասով են խոսում, որ երկիրը ինչ տրամաչափով, ինչ մասնակցություն պետք է ունենա։ Եվ այստեղ ուրիշ բան է, թե դափնիները ում գնա, որովհետև պաշտոնական Այսինքն ինչ որ փուլում Չինաստանը ստվերում չի կարող մնալ, ինչպես բացառված է։ Ամեն ինչը սկսվում է Չինաստանից, այդ ճանապարհը արևելքից է գալիս արևմուտք։ Ամեն ինչ այդտեղից է գալիս։ Դե իսկ ամերիկա-չինական բախում հնարավոր չի տեղի ունենալ։ Դե տնտեսական բախում տեսանք, որ որոշակիություն եկավ էլի մտավ։ Մի պա հիշում եք, մրցակցություն կար շատ ուժգին։ Հիմա կարծես հարթվել են որոշ կորանգյուններ, հիմա փորձում են ընդհանուր հայտարարի գան։ Համենայն դեպս տեսեք, ձեր ասածի տրամաբանության մեջ վերջի թարմ ինֆորմացիան այն էր, որ արդեն նորություն էլ չի, որ Ռուսաստանը պատրաստակամություն է դրսևորել Ադրբեջանի տարածքով օրինակ Հայաստան, այսինքն Լարսին փոխարինող ալտերնատիվ ճանապարհի մասին է, որի մասին շատ ենք խոսում, եւ ինչ որտեղ նաեւ պահանջի տեսքով ենք դա ասում, որտեղ եթե խաղաղության տրամաբանության մեջ ենք, այս ամեն ինչը քննարկում, Լարսի մահակը մեր գլխից կհեռանա մասամբ Տեսեք, օրինակ, այսինքն այդ մահակը կարելի է օգտագործել նաև Ադրբեջանի տարածքով։ Ինչու՞ չէ։ Այնտեղ ուրիշ ռիսկեր կան, ուրիշ խնդիրներ, ուրիշ արեստացին խնդիրներ կարող են առաջանալ։ Տեսեք, նույն այդ տրամաբանության մեջ հիշում եք, սկզբնաղբյուրը ինչից եղավ։ Ղազախական ցորենը, ընդ որում, որի մասին, որի որակական է ղազախական։ Դե տեսեք, ճանապարհին է, որի մասին որակական ինչ որ հստակություն չկա, թե որակը ինչպիսին է, ինչ ցորեն է։ Լավ, եթե գալիս է այդ նույն տրանզիտը, եթե տրամաբանությամբ ենք շարժվում, ստացվում է, որ Ադրբեջանի երկաթուղային ցանցից է օգտվում, բայց մտնում է Վրաստան, հետո նոր Հայաստան է գալիս։ Այսինքն այդտեղ ոնց ստացվում է, որ Ադրբեջանը եւս տրանզիտ կոդ է այդ նույն ցորենի ներմուծման համար, բայց ի վերջո վերջնական պունկտը է, այսպես ասած, Վրաստանն է, որտեղից պետք է մտնի Հայաստան։ Այդ շրջանակներում հետո խոսվեց, որ Հայաստանը իր հերթին տրամադրում է ճանապարհ անխոչնդոտ, հիշում եք։
խոսվեց այդ մասով, առաջարկ եղավ, նորմալ ընդունվեց, որից հետո այ նոր եղավ ռուսական նաև առաջարկը, որ Ադրբեջանի տարածքով որպես տրանզիտ կարող են Հայաստան բեռնել։ Իհարկե, եթե բոլորը խառնվել են, գործ ունենք ռեալ process-ի հետ։ Ռեալ process-ի ստարտը տրվել է։ Դե այ այն ինչ որ մենք օրինակ ձեզ հետ միասին քննարկում ենք մոտ 1 ամիս առաջ, ու կամուկանի տարի կքաշի, Թրիպը իհարկե, թրիպը դա լուրջ նախագիծ է, այն առումով, որ եթե դա իրականում հողի վրա մենք տեսնենք, դա մինիմում 3-4 տարի, այդ մասին նաև կառավարության, չգիտեմ կոմպետենտ մասնագետներ են թե ոչ, բայց համենայն դեպս 3-4 տարին նշել են, որ առաջիկա տարիների ընթացքում այդ շինարարական աշխատանքների մենակ ժամկետ պետք է դիտարկել։ Էլ չեմ ասում ենթակառուցվածքներ այնտեղ հազար ու մանավանդ որ ոչ միայն ճանապարհ է անցնել, այլ նաև երկաթգիծ եւ նավթագծեր եւ այլն, այսինքն 3-4 ենթակոմունիկացիոն հանգույցներ է լինելու։ Եթե չգտնվեն ուժեր, որոնք փսոր են այդ գործը։ Դե հա։ Համենայն դեպս ոչ բոլորին է քիմքին հաճելի այս ամեն ինչը ու պարզ է որ նաև խանդի տեսարաններ կարող է լինեն, բայց այս համատեքստում եթե դիտարկում ենք որ ով ինչ կարող է քաղել ու այսպես ասած դիրքավորվել, պետք է հասկանանք որ քաղաքական ոտաբոբիկություն կդրսևորի այն մեկը, ով որ ասի որ Ռուսաստանը այլևս ընդհանրապես ոչ մի հարցում չկա, ոչ մի դիրքորոշումով չի ներկայանալու, տարածաշրջանային ոչ մի հարցերում չկա, այս ճանապարհների հարցում չկա, որովհետև հիմա այդ նաև որ դուք նշում եք փորձագետներ, հիմա շատերը այդպես են ներկայացնում ժողովրդին։ Շատ սխալ մեկնաբանություններ են, որովհետև էլի տարածաշրջանում որքան էլ ռուսական пассивությունը մենք նկատում ենք, բայց Ռուսաստանը ես ավելի քան վստահեցնում եմ բավականին ակտիվ քաղաքականությունը վարում է, ուրիշ բան որ ոչ այնպես ասած վիվի չկա ամեն ինչը, հա, եթե ինչ որ լինում է կամ հետկուլիսային կամ ներքին պայմանավորվածությունների արդյունքում է տեղ ունենում։ Դե մանավանդ որ մենք ԵԱՏՄ անդամ շարունակում ենք ԵԱՏՄ անդամ երկիր լինել, մեր ամբողջ առևտրաշրջանային հարաբերությունները աճում են, որքան էլ հիմա մենք դա չուզենք կամ չգիտեմ նեգատիվ վերաբերմունք դրսևորենք Ռուսաստանի առջև։ Այդ մասով հետարքիր խնդիր է առաջացել հայ բեռնափոխադրողների հետ, չէ՞։ Հիմա արդեն շատերը կարծում են, որ խնդիրը քաղաքական է։ Հնարավոր է։ Իհարկե։ Քանի անգամ մենք ունեցել նման խնդիրներ, հա, կոնյակի արտահանման ժամանակ, Ծիրանի։ Այդ երկրների միջպետական հարաբերությունների մթնոլորտը Դե տեսեք, օրինակ, երբ որ հայ-ռուս-ադրբեջանական կրիզիսը եղավ, արդյունքում ինչ եղավ։ Ադրբեջանական շուկաներ փակվեցին, չէ՞, կալանավորումներից են։ Միլիոնավոր դոլարների հարաբերությունների կրիզիս չկա։ Կրիզ չկա, բայց մերթ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը փորձում է խնդիրներ ստեղծել։ Դա կարող է կապված լինի ներքաղաքական, այսպես անցուդարձի հետ։ Ներքաղաքական, այո։ Ես կարծում եմ, որ դրանով Հայաստանի ներսում ինչ է լինում։ Բողոք է բարձրանում ընդհանրեն, հա։ Դե տեսեք, որոշակի շերտի։ Այո, հագարուսական պրոպագանդիստները, որոնք որ հիմնական հագարուսական տրամադրվածությունն են, հագարուսական այդ տրամադրությունն են գեներացնում, փորձում են մաքսիմալ, հա, էլի արևմտյան գաղափարներով, փորձում են այդ դեմոկրատական արևմուտքի հետ հավաքական արևմուտքի հետ համագործակցելու եւ բացառելու Ռուսաստանի հետ այսպիսի խոսույթներով են հանդես գալիս, ավելի են բորբոքում, միջպետական հարաբերությունների մեջ ավելի այսպես սեփ են փորձում խրել, բայց հասկանալի է, որ սա process է։ Նույն տրամաբանությամբ 1-2 ամիս առաջ մենք ֆիքսել էինք ռուս-ադրբեջանական ճգնաժամային հարաբերություններ, ընդհուպ մինչև կանխատեսում էին շատերը պատերազմ, անգամ Արցախի վերադարձ, այսպես։ Բայց տեսանք, որ այդ ամեն ինչը, որովհետև մեծ քաղաքականության մեջ հավասարակշռվածությունը, զսպվածությունը եւ ռեալ պոլիտիկը լրիվ ուրիշ հարթության, այդ էմոցիոնալ սպեկուլյացիաներով նրանք չեն առաջնորդվում եւ ընդհանրապես չեն տրվում դրանց, որովհետեւ խոսքը վերաբերում է միջպետական հարաբերություններին։ Եվ այդտեղ էլ կարող են լինել անկումներ, կարող են լինել պահի տակ, հա, նորից վերբեռնում հարաբերությունների, այնպես որ դա բնականon է, դա նորմալ է։ Եվ հաջորդը ներհայաստանյան այս մթնոլորտը պետք է դիտարկել միայն նախընտրական տրամաբանությամբ։ Արդեն իսկ այո։ Մենակ այն որ քաղաքական process-ներ են հիմա արդեն իսկ գեներացվում նախաշեմին ընտրությունների, արդեն իսկ տեսնում ենք որ այո
Նույնիսկ այն իրավիճակը, որը եկեղեցու շուրջ է տեղի ունենում, քաղբանդարգյալներ, այ հիմա Դավիթ Համբարձումյանը եկավ ու անմիջապես ձերբակալվեց, այս ամեն ինչը ձերբակալվածներ եւ այլն։ Ընդհանրապես սա նախ լուրջ ձերբակալեն։ Բնականաբար պետք է ձերբակալեն, ուրիշ բան թե ընթացքը ինչպիսի արդյունք եւ կուլմինացիան ինչպիսին կլինի։ Ուրիշ բան եմ ասում, ես ընդհանուր ձեր ասածի տրամաբանությունն եմ ասում։ Այս ամեն ինչը տեղավորվում եւ դասավորվում է այդ տրամաբանության մեջ։ Իշխանությունները ունեն իրենց հաշվարկը գնում են հերթագանի, բայց նաեւ չբացառելով արտահերթը, ես ավելի քան վստահ եմ, որ ներկուսակցության, չէ, մի բացառեք երբեք, մի բացառեք, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ խոսույթը դեռևս ակտուալ է, նույնիսկ ներկուսակցական իրենց մեջ, ես չասեմ հավաստի, ամենայն դեպս որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ, չի բացառվում դա, եւ նույնիսկ հիմիկվանից արդեն պատրաստվում են ընտրատեղամասներով նույնիսկ անուններով, ազգանուններով, ովքեր ինչ պետք է առաջնորդեն, այսինքն հիմիկվանից տարվում են աշխատանքներ եւ այդ նորմալ է իրականում։ Ոչ հերթական, այլ արտահերթականին, բայց ենթադրելով, որ ամեն պահ կարող է ինչ որ ֆորս մաժորային իրավիճակ լինի, նաեւ արտահերթ տեղի ունենա։ Գիտես, վերջին տեղեկությունները վկայում են նման իրավիճակ նաև Ադրբեջանում կապված այդ Մեհդիևի սկանդալի հետ։ Հիմա Ադրբեջանի խորհրդարանում ասում են Մեհդիևը սեփական պատգամավորական խումբ ունի, 20-ից ավելի պատգամավորներ եւ այդ թիմը ձևավորել, այո, գիտեմ այդ։ Այդ խնդիրը լուծելու համար կարող են եւ գնալ մեջլիսի լուծարման։ Ամենայն դեպս ես չեմ կարծում, որ բռնապետական երկրում հնարավորություն ստեղծվի, որ նրանք հասցնեն այդ տրամաբանությանը։ Շատ արտաքին օգնությունը լուրջ է։ Եթե արտաքին միջամտություն լինի եւ այո, ինչ, այդ դեպքում չի բացառվում։ Բայց ես կարծում եմ, որ արտաքին միջամտությունը ինչպես են էլի չի բացառվում։ Էլի չի բացառվում։ Ամենայն դեպս տեսեք, գործող իշխանությունների դեմս ղեկավարի իհարկե շատ դեպքերում ֆետիշացնելով այդ ասածը, ամենայն դեպս ասում է, որ արտաքին ազդեցություն եւ գործոններ կան, գիտեք, ես վերջերս նույնիսկ ընդ որում շատ կարեւոր բան ձեզ ասեմ։ Իր շուրթերից հնչեց մի արտահայտություն, որի հետքերով գնացող չեղավ կարծես, իրավապահ համակարգը։ Ասեց, որ Կաթողիկոսի եղբայրը ագենտ է, KGB-ի գործակալ է եւ այլն։ Այսինքն, եթե դու նման հայտարարություն ելնելով նաև քո պաշտոնից նման հայտարարություններ ես անում եւ այդ համատեքստում էի ասում, որ ագենտուրաների ցանց եւ այլն, արձետություն դրսից եւ այլն, եւ այդ մտահոգությունը բարձրացնում, ապա ուրեմն պետք է ամբողջ ուժային կառույցը ձեր ձեռքի տակ գա, փորձեք գործադրել։ Հաշվի առնելով նաև թարմօրինակները, կարող ենք բախվել նաև կոմպրոմանտների պատերազմի։ Հիմա կոմպրոմանտների պատերազմը։ Հիմա զենքը դարձել է անձնական կյանք ներխուժելը։ Հիմա փաստացի ոչ մեկս ապահովագրված չենք։ Եթե մարդը ցույց է տալիս, որ կարող է նույնիսկ ես այդ մի պա ասեցի դա անլուրջ է, մի քիչ խիստ հա Գյումրիի դեպքերը, երբ որ ասեցին ATS ապարատներով են, հա, բարձրության վրա ամբողջ քաղաքապետարանի շենքը գաղտնալսել ATS սարքի միջոցով, ու այդ ինչ որտեղ փորձեցին ցույց տալ, որ տեսեք ինչ զարգացած ենք մենք։ Բայց դա հնարավոր է, ինչ կա զարգանում։ Չի բացառում, պարզվում է, որ այդպես է, դա հետաքննության ընթացքում ինչ որ միտեղից, այսպես ասած, սլիվ եղավ այդ ինֆորմացիան։ Դրա համար եմ ասում, ոչ մեկ ապահովարը չի, ուրիշ հարց է թե իրավական տեսանկյունից, որ մարդիկ առանց օրենքի այդ թույլտվության, որը վաղը շատ լուրջ զենք է դառնալու իրենց իսկ դեմ, թե ոնց ես դու կիրառում, դա դու դրա թույլտվությունը ունես կիրառելու, գաղտնալսելու։ Այսինքն ուժային կառույցներիդ ուղղորդելու նման գործառույթներ իրականացնելու։ Հələ դրա իրավական կողմը շատ բարդ է լինելու իրենց համար։ Այդ գաղտնալսել, բայց որ բոլորն են գաղտնալսվելու, ընդ որում իր թիմագիցները եւ շատերը հենց հիմա այդ կոմպրոմատների տակ, այսպես ասած, սուսուփուս փորձում են как бы чего не вышло տրամաբանության մեջ, ոչինչ չասենք, հա, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, բարձր որ այսպես պետք է լինի։ Չեք չափազանցնում։ Բացարձակ։ Չէ, մենք տեսնում ենք այն ինչ որ եթե մարդը կարողանում է գաղտնալսել, թեկուզ այդպեսով ցույց տալ, որ տեսեք ինչ տեխնիկայի ենք ունում, ինչպես ենք մենք տիրապետում այդ տեխնիկային, ոնց կարող են գաղտնալսել եւ այլն, դա ընդ որում գրեթե բոլորին ստացվում է, որ երրորդ դեպքն է։
բայց փաստերը խոսում են բոլոր իրենց արարքներով հանդերձ ինչի մասին են խոսում։ Լավ, նորից զուգահեռ անենք դրսի մթնոլորտի հետ։ Արտաքին օրակարգը կսպասի մինչև ընտրություններ Հայաստանում ավարտեն, թե դրանք զուգահեռ process-ներ։ Տեսեք, ախր այնքան արագ է զարգացումներ տեղի ունենում ու օրինակ տեսեք, շատ շուտով Հայաստանում շատ լուրջ իրադարձություն է սպասվում։ Խոսքը Եվրանեստի մասին է։ Ընդ որում հայկական կողմը, եթե չեմ սխալվում, դերևս բանավոր հրավիրել է Էրդողանին ու Ալիևին։ Եվ այդ ամեն ինչը ներկայացնում է որպես խաղաղության օրակարգում դրվագ, որ վերջի Եվրանեստը ընթանում է։ Եվրոպական ինչպես էր կոչում, Եվրոպական ինտերակցիան այաբրեք։ Հիմա խոսքը դրա մասին է, այսինքն հրավիրում են հիմա, որ Հայաստան ֆիզիկապես ներկա գտնվի։ Ճիշտ է, եղել է բանավոր հրավեր։ Բանավոր հրավերը արտգործնախարարն էլ ասեց։ Մինչև այդ ինչ եղավ, չէ՞, եթե չեմ սխալվում, ադրբեջանական համայնքի ակտիվիստներին էին։ Հիշում եք նաև մեկը ժամանել էր, ով որ ժամանակին Շուշիում ճանապարհ էր փակել որպես էկոակտիվիստ եւ այդտեղ չէին զդել, թե ում են հրավիրում, ում կարելի է հրավիրել եւ դա զայրույթի դա մեր խնդիրը չէ, դա Ադրբեջանն է որոշում ում ուղարկել։ Չէ, Ադրբեջանը որոշում է, հայկական կողմը ուսումնասիրում է, չէ, ով է գալիս։ Հիմա կներեք, եթե նույն տրամաբանությամբ, եթե ասենք ինչ Ռամիլ Սաֆարովն է կարող գա, եթե խաղաղությունը ուրեմն բոլորի հետ, որտեվ արտգործնախարարի ասածը հագասում էր ինքը իրեն։ Իհարկե ինքը փորձում էր տրամաբանությամբ տանել, որ ընկալելի է ժողովրդի զայրույթը, որ մենք գոնե պետք է նայենք ում ենք հրավիրում, ովքեր են գալիս։ Այսինքն մարդիկ, որոնք որ թողել են սովամա լինելու, այնտեղ էկոակտիվիստ հրճագելով իրենց փակել են այդ մարդուն, դու դիմավորում ես Երևանում։ Այսինքն նույն տրամաբանությամբ դու կարող ես ասել, որ գիտեք ինչ կա, պատվիրակության անդամներից մեկը չի կարող գալ։ Բայց իրենք ուրիշ տրամաբանությամբ են առաջնորդվում։ Հիմա դե մեկն ու մեկի հետ պետք է խոսենք, թե չէ։ Հիմա դե մի գալու է մի օրը, որ ես էլ ուրիշ բան եմ ասում, դրա համար մի քիչ օրինակը տեղին չի, բայց նաև ինչ որտեղ լավ էլ տեղին է։ Հիմա այդ տրամաբանությամբ չասեմ Ռամիլ Սաֆարով կամ Ռամիլ Սաֆարովի նմաններին է դե բերեք այստեղ ասեք դե խաղաղությունը հաստատվե հիմա պետք է խոսենք, պետք է կոմունիկացիա լինի։ Դե այդ ձևաչափը նախկինում էլ է գործել, էլի շփվել են, բայց հիմա նախկին ձևաչափի ժամանակ ես ձեզ վստահեցնում եմ, ես չեմ հիշում գետ 1 անձ, որը որ ռազմական հանցագործություն արած լիներ, այնպիսի խաղաղակտիվիստ լիներ, որ ինչպես օրինակը բերեցի, նման գործողություն արած լիներ, որ Երևանում նրան դիմավոր են։ Ես չեմ կարծում, որ նման մարդու հետ, որը ոդնակողում է Հայաստանի դրոշը, կարելի է այդ մարդու հետ կոմպրոմիսային ինչ որ բանի հայտարարի գալ, կանչել եւ այլն։ Մենք ականատես կլինենք թեժացման process-ի բոլոր դեպքերում։ Ոչ թե թեժացման, դե հարաբերական անդոր է այս պահին, եթե այդ տեսանկյունից ենք նայում, կառուցողական դաշտ են կարծես երկու կողմն էլ եկել, փորձում են ինչ որ հաշտեցման եզրեր գտնել, փորձում են այդ սուր ծայրերը հարթեցնել, հասկանալ, որ վերջի վերջո այդ աբաշրջափակումը պետք է տեղի ունենա։ Հիմա տեսեք, այդտեղ էլ են շահարկվում այդ թեման։ Մարդիկ կան, որոնց տրամաբանության մեջ կա ճշմարտություն, որոնց մասամբ ես կողմ եմ, որոնց տեսեք ասում են այն ժամանակ ինչի մենք շրջափակված ենք, այո։ Բայց ամենայն դեպս երկու երկիր մեր հարևանների հետ մենք կապը կար, բաց էր, առևտրաշրջանառություն կար, ելքումուտք կար, որքան էլ որ մյուս երկուսի հետ մենք չունեինք որևիցե կապ։ Հիմա ում համար է հարմար, որ այդ 4-ի հետ էլ ունենաս 4 հարևան եւ 4-ի հետ էլ ունենաս բաց սահմաններ, դա հարցի մյուս կողմն է, բայց այդտեղ էլ մյուս կարծիքն է գալիս, ինչի գնով։ Գինը ուրիշ հարց է, բայց խեղդված ապրելն էլ մի բան չի, չէ՞, դե հասկանալի է, բայց բացես էլ ուրիշ անվտանգային սեգմենտ է հաշվարկենք։ Արդյոք այս իշխանությունները անվտանգային սեգմենտը հաշվարկել են։ Մենք այդ մասին բավականին երկար զրուցել ենք մեկ անգամ ձեզ հետ։ Շատ խնդրահարույց իրավիճակներ կա։ Երբ որ դու արդեն իսկ բացում ես ու տարանցիկությունը ապահովում ես։ Ձեր ասածը այդքան իշխանությանը չի վերաբերում, որովհետև իշխանությունը այսօր կա, վաղը չկա։ Պետության դիմացականության խնդիր է այստեղ։ Առավել ևս դիմակայի այն նորություններին, որոնք արտաքին ռիսկեր են պահում։ Շատ ապրեք։ Հիմա տեսեք, հենց հիմա մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին։ Հիմա հասկանալի է հաղթանակած պետությունը։ Հենց հիմա Բաքվում պատրաստվում են հաղթանակի բավականին մեծ Արցախի հանդեպ ունեցած հաղթանակի բավական մեծ շքել նոյեմբերի 9-ին։
Բաքվում այդ պուրակը դեռ կա։ Այսինքն, եթե այդ տրամաբանությամբ են շարժվում, շատ դժվար է լինել, որքան էլ այսպես նոր որ մենք խոսեցինք, պատվիրակություններ կան, գնան, փորձեն խաղաղություն։ Եթե ֆիկտիվ խաղաղության մասին չենք խոսում։ Մենք մայիսի 8-9 չենք նշում։ Այդ եմ ասում, բայց հիմա նայեք, մենք համարյա ոչ մի տոն չենք նշում, հավուր պատշաճի չենք նշում։ Հենց այդ պատճառով։ Հենց այդ պատճառով։